Ուշադրություն, հայ ժողովուրդը մի մեծ ընտանիք է, մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք։ Ինչպես ցանկացած ընտանիք, հայ ժողովուրդն էլ ունի նախահայր, որից սկիզբ է առնում իր պատմությունը։ Դա Հայկ Նահապետն է։ Ով էր նա, և ինչու մենք մինչ օրս հիշում և պաշտում ենք նրան։ 5000 տարի առաջ աշխարհի ամենամեծ ու հայտնի քաղաքը Բաբելոնն էր։ Հենց Բաբելոնում որոշվեց կառուցել հսկայական աշտարակ, որը պետք է դառնար աշխարհի ամենաշքեղ և ամենաբարձր շինությունը։ Որպես ճարտարապետ և հմուտ շինարար, աշտարակի կառուցմանը հրավիրվել էր նաև Հայկը, որը հսկաների ցեղից էր, վայելչակազմ, թիկնավետ, վառվռուն աչքերով։ Բայց Բաբելոնի արքա Բելը, որը նույնպես հսկաների ցեղից էր, իրեն հայտարարեց Աստված և որոշեց տիրանալ աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Հայկը միակն էր, որ ըմբոստացավ ինքնակոչ բռնակալի դեմ։ Իր որդիների, ընտանիքի անդամների և այլոց հետ նա հեռացավ Բաբելոնից դեպի իր նախնիների հայրենիքը, Արարատյան երկիրը, և հաստատվեց այնտեղ։ Բելը առաջարկեց Հայկին հետ վերադառնալ և ենթարկվել իրեն, դրա դիմաց խոստանալով նրան անհոգ ու երջանիկ կյանք, սակայն Հայկը մերժեց նրան։ Նա որոշել էր մնալ և ստեղծել Արարատյան երկրում այնպիսի պետություն, որի հիմքում կլինեն արարչագործությունը, մարդասիրությունը, ազնվությունը։ Չկարողանալով համոզել Հայկին, Բելը որոշեց հարցը լուծել բռնի ուժով և անթիվ զորքով շարժվեց դեպի Արարատյան երկիրը։ Այդ ժամանակներում հիմնական զենքը թուրն ու նիզակն էր, սակայն Հայկի ու իր որդիների զինանոցում կար ևս մի հզոր զենք՝ լայնալիճ աղեղ։ Այդպիսի աղեղ պատրաստելու համար պետք էին հատուկ հմտություններ ու գիտելիքներ, իսկ նետաձիգը պետք է հսկայական ուժ ունենար։ Հայկի աղեղը իր չափ մեծ էր, իսկ նետերը ունեին եռաթև ծայրեր։ Նույնիսկ մեծ հեռավորության վրա նրանք ծակում պատռում էին ամենաամուր զրահը։ Պատրաստվելով Բելի դեմ կռվին, Հայկը իր նետերը մի ամբողջ օր պահեց սառնորակ աղբյուրում, որպեսզի կենարար ջուրը զորություն տա նրանց։ Երբ Բելն իր զորքով հասավ հայոց ձոր, Հայկը արդեն սպասում էր նրան այնտեղ։ Եվ սկսվեց կատաղի մարտը երկու հսկաների բանակների միջև։ Երկար ժամանակ կողմերից ոչ մեկին չէր հաջողվում հաղթել։ Եվ ճակատամարտի ամենաթեժ պահին Հայկը գործի դրեց իր հզոր զենքը։ Տեսնելով բարձունքի վրա կանգնած Բելին, նա առաջ քաշվեց, ամբողջ ուժով ձգեց իր լայնալիճ աղեղի լարը և դիպուկ արձակեց եռաթև նետը, որը պատռելով Բելի մետաղյա զրահը կամեց նրան գետնին։ Տեսնելով անխոցելի թվացող Բելի մահը, նրա զորքը խուճապահար փախավ մարտի դաշտից։ Այդ օրվանից Հայկը երկար տարիներ փառքով կառավարեց Արարատյան երկիրը, հաստատելով այստեղ արդար և իմաստուն օրենքներ։ Բելի դեմ հաղթանակի օրը սկիզբ դրեց հայոց տոմարին։ Աստղային երկնքի ամենապայծառ համաստեղություններից մեկը կոչվեց Հայկի անունով։ Երկիրն էլ նրա անունով կոչվեց Հայք, հայոց աշխարհ, հայոց տուն, Հայաստան։ Մենք բոլորս Հայկի ժառանգներն ենք։ Մենք միշտ սիրով և հպարտությամբ ենք հիշում նրա անունը, նրա իմաստությունը, նրա սխրանքը։ Բայց մենք պետք է նաև արժանի լինենք մեր նահապետին, պահպանելով ու պաշտպանելով մեր երկիրը, լինելով ազնիվ, խելացի ու խիզախ։